Նորից բարև ձեզ ժողովուրդ ջան։ Նոր տեսա Արսեն Ավագյանի դրած նոթը։ Շամշյանի պահով։ Հետաքրքրվեցի, թե ինչ ա գրել։ Կարդացի, շատ հետաքրքիր էր։ Եվ ինչ ա գրել Շամշյանը։ Ընդ որում գրել ա ժամը 9:40։ Ժամը 9:40 ինքը գրել ա։ Երևի մի հեչի պես 15 րոպե կծախսեր նրա վրա որ գրեր։ 2 ժամ էլ զբոսաշրջիկները սպասել են, դրանից առաջ իրան զանգ է տեղեկացրել են։ Չեմ անում ոնց ինքնահաս է այդ հատված Սյունիքի դրուկ հայտնվել ա այնտեղ ու նկարահանել ա, թե իրան է ղրգի, սա արդեն էական չի։ Սա դնեմ մի կողմ։ Եվ ինչ ա գրում Շամշյանը վերնագրում։ Սյունիքի զբոսաշրջիկների ավտոբուսը մերկասառույցի պատճառով փակել է ճանապարհը։ Քաղաքացիները դժգոհում են, ասելով 2 ժամ է, ոչ փրկարար կա, ոչ ճանշին, զգացինք միայն պարեկներն են մտահոգ։ Իսկ մարզի թիվ 1 փրկարարը ավելի շատ թութու լավա է։ Ամբողջ նյութը չեմ կարդա։ Ում հետաքրքիր է մտեք դրա էջը կարդացեք։ Գիտեք ինչն է այստեղ զզվելին, որ ամբողջ ձմեռ մեր իրավաբանական գրասենյակը, մեր փաստաբանները քանի անգամ են մասնակցել Գորիսի նիստերին։ Ոչ մի անգամ չի եղել, որ ճանապարհի պատճառով ինչ որ մի նիստ հետաձգվի։ Չի եղել երբևէ, որ ես գնամ Սիսիան կամ Գորիս ու ճանապարհին հանգարց անանցանելի լիներ։ Հաշվի առնելով այս տարի ինչքան ձյուն ա լցրել ու ինչ ցուրտ ա եղել, ես այդ ճանապարհին երբեք խնդիր չեմ ունեցել, որովհետև նորմալ ակեր եմ ունեցել։ Ու ամեն գնալ գալուց հետո իրոք եմ ասում, ինձ հազիվ եմ զսպել, որ չմտնեմ այդ մարդուն չգովաբանեմ։ Ես մի անգամ գովաբանել եմ, ես գտնում եմ մի անգամ ասում ես Էրիկա, մարդը չոտքի իր գործը արել ա։ Ուղղակի գնահատել պետք է սովորենք, էլի։ Այսքան բան։ Ես ուզում եմ հասկանամ Շամշյան։ Ես ում զակավազով ես դու գրել էս հոդվածը, որտեղ ես կարծում եմ, ես տես հակված եմ այդ մտքին, որ դու զակազով հոդված ես գրել։ Սկզբից որ նայում ես, թվում է թե բարեկի պետն ա քեզ զակազ տվել։ Բայց որ շատ ուշադիր ես նայում, զգացվում է, որ դու բարեկի պետին էլ ես փուրը տալիս։ Գիտես խի, որտեղ դու այնտեղ գրում ես Գորիսի բարեկները եւ Սիսիանի բարեկները, հաշվի առնելով այդ երևույթը որտեղ է տեղի ունեցել, Գորիսի բարեկները այնտեղ ինչ գործ ունեին, կարաս մի հատ ասես։ Դրա համար ես միտված եմ ավելի շատ, որ դու Գորիսի բարեկներին էլ ես փուրը տալիս։ Ու այս ամեն ինչը նայելով ուզում եմ հասկանամ, այս օծի գլուխը որտեղ է թաղված։ Ով է այս պատվերը տվել, որտեղ նորից եմ կրկնում, ես միտված եմ մտածեմ, որ սա պատվերով համեր գա։ Ու ես պահանջում եմ քեզանից Շամշյան։ Դու լրագրող ես, ես բլոգեր եմ, անես չի որ քեզնից հեռու ենք ընկած։ Հիմա ես քեզ հարց եմ տալիս ու պահանջում եմ այդ երրորդ դեմքին, ովքեր քեզ այդ տեղեկությունները տվել ա, որ Սյունիքի այնի պետը TikToker-ա թութու լավայա դարել, ես պահանջում եմ որ դու բերես այդ փաստերը ներկայացնես, որովհետև սա արդեն լրիվ ուրիշ հարթակ ա գնում։ Լրիվ իրավական հարթակ ա գնում, որովհետև դու մարդուն զրպարտում ես։ Որովհետև հոդվածը գրած ա երրորդ դեմքից։ Ու շատ զարմանալի է, որ այդ տուրիստները կարողանում են տարբերեն, որ այնտեղ Գորիսի բարեկ գոյություն ունի, Սիսիանի բարեկ գոյություն ունի։ Թութու լավա գիտեն։ Դու մարդուն վիրավորում ես, դու մարդուն զրպարտում ես։ Շար ես անում, էլի։ Ես ուզում եմ հասկանամ։ Դուք ինչ մտածում եք, որ այդ մարդը պետք է այդ տրասին քնել, որ դուք լավը զգայիք ձեզ։ Ուրեմն այդքան ժամանակ, այսքան ամիս ծառայության աշխատողները իրանց կյանքը վտանգելով մի հատ մահացու դեպք չի եղել փառքդ շատ։ Մի հատ sense ծանր դեպք չի եղել փառքդ շատ։ Միշտ այդ ճանապարհները մաքրել են, հսկել են, հայտարարել են, որ ժողովուրդը զգուշ լինի եւ այլն եւ այլն։ Էլ ինչ է իր ուզում, չեմ հասկանում։ Ես քեզ վարված դու вообще այդ պետից։ Կարելի է մի հատ իմանալ, կարող ինչ որ տեխնացու ունես այդ պետի տեղը, հա։ Իմ կարծիքով էսի վերջին վիժվածքը պետք է լինես, որ հելնես sense բան անես ու նորմալ աշխատողին ոչ թե ոգևորես, ոգեշնչես, շնորհակալ լինես, որ նա էլ ավելի լավ աշխատի, այսինքն տղծի նման մտնես ու մարդուն վիրավորես, թիրախես, ինչի համար։ Դրանից լավ աշխատող ես ունեցել դրանից առաջ, հա։ Ինձ էլ կարան շատերը զանգեն էշեշ դուստան։ Իրանց իբր կարծիք հայտնեն, բայց ես դրա մասին չեմ գրում, չեմ հայտարարում։ Հիմա դու ասում ես երրորդ դեմքը, քեզ զանգի ասելա, որ թութու լավայա եւ այլն, այսինքն այդ մեղքը ուզում ես քովորից հանես, չի ելնելու քովորից։ Ես պահանջում եմ, որ դու այդ երրորդ դեմքին բերես ներկայացնես։ Ես պահանջում եմ, որ դու այդ երրորդ դեմքի ասածները հրապարակես, բերես փաստես, որ այդ պետը TikToker-ա կամ թութու լավայա դառը։ Ես պահանջում եմ քեզանից։ Դու պարտավոր ես բերես ներկայացնես այդ փաստերը։ Ես քո մասին Շամշյան գիտես երբ եմ կարծիքս կազմել։ Երբ որ 2 տարի առաջ գնացի Մանկատուն, Գեղարքունիքի, որտեղ դու մեծացել ես։ Դու անգամ քո մեծացած այդ վայրի տան նկատմամբ ոչ մի հարգանք չունես։ Ինչքան գիտեմ դու Մանկատան մեծացած տղա ես։ Բայց դու այդ Մանկատան վրով անեց անցար,
մի հատ գնայր մտնեիր, դեր նայր այդ մանկատան երեխեքը քո մասին ինչ էին ասում։ Եթե թույլ տային դայակները, այդ մանկատան երեխեքը կմտնեին եթեր ու կխոռոփեին վրեդ։ Իրանք ինձ են խնդրել, որ քեզ դիմեմ, պատասխանեմ իրանց փոխարեն, բայց ես դա չեմ արել։ Որովհետև դու մտել էիր առանց հասկանալու, թե ինչ է կատարվել մանկատանը, հելել էիր, կարելի էր ասել, սուտ զրպարտությամբ էիր զբաղված մանկատան տնօրենի նկատմամբ։ Նենց որ ես իմ կարծիքը քո մասին, թե դու ով ես, վաղուց եմ կազմել։ Բայց որ սենց հելել ես իմ կարծիքով, ես կարծիք եմ կազմում քո մասին, որի իրավունքը ունեմ։ Դու զակազով գրող ես։ Որովհետև չի կարա սենց բան լինի, որ ամբողջ ձմեռ այդ ճանապարհները նորմալ հսկվեր, ոչ մի վթար չլիներ, հանգարց վդրուկ, գարնան, բերան, ինչ որ մի հատ ավտոբուս, ինչ հատ է մի քիչ թեքվել է, ու սպասելա, որ տեխնիկան գա իրան դզի, ինքը դզվելու իր ի վիճակի չէր։ Սրանով սահմանափակվեմ, սպասում եմ փաստերիդ, որ այդ պետը դառել է տիկտոկեր, որ այդ պետը դառել է թութուլավա, ու ընդհանրապես բոլոր քո ասածների փաստերն են պահանջում։ Իդեպ ասեմ, որ թութուլավան ազնիվ տղա է, քեզանից ահագին ազնիվ։ Կարծիքս կազմել եմ թութուլավայի մասին, այդ մարդը գովազներով է զբաղվում ու լիքը հարկեր ամուծում մեր բյուջե։ Իսկ դու ընդհանրապես զակազով գրող ես։ Սա իմ կարծիքն է քո մասին։